Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարություն է տարածել անդրադառնալով իր նախկին մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանի նկատմամբ բռնության դեպքին։ Ըստ Մարությանի միջադեպը տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության վարչության պետի պաշտոնակատարի հետ Կարապետյանի սոցիալական մեդիայում տեղի ունեցած վիճաբանությունից հետո։ Վիճաբանությունը Մարությանի պնդմամբ սրվել է մինչև ֆիզիկական բռնության սպառնալիքներ, որոնց հաջորդել է Կարապետյանի նկատմամբ ծեծի դեպքը։ Մարությանը պահանջել է վարչապետին բացահայտել ու պատժել մեղավորներին։ Հակոբին Կարապետյանը, երբ որ երեկոյան դուրս է գալիս իր աշխատավայրից, հենց գործի տեսնում են, որ միայնակ է, մենակ է լինում, այդ օրը մի քանի օր դուրս է գալիս, մի քանի հոգով են լինում, այդ օրը դուրս է գալիս, ինքը որ միայնակ է լինում, գալիս է դիմակավորված մի անձ, հարցակվում է եւ սկսում է ծեծի ենթարկել։ Շատ ուժեղ հարվածներ է հասցնում, խփում է, գցում է գետնին, այս ինչին ենք հասել։ Այն որ ՔՊ-ի պատգամավորները ամբողջ օրը իրենց ճղում են ազգային ժողովում այսօրվա անդիմությանը ասելով այ դուք որ ձեր ժամանակ գիշերներով պատեզներում բռնում ծեծում էին, հիմա հո տենց չի։ Տենում եք որ տենց հա։ Տենում եք որ դուք հկեց ոչ մի բանով չեք տարբերում։